Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ուրեմն մեզ անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման ներքո ստիպված եղավ ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսյանից, ում հետ 3 մետրոյում վեճի էր բռնվել, մանկահասակ երեխայի ներկայությամբ բղավել ու կորցնելով ինքնատիրապետում անվանել Ղարաբաղից փախած։ Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից եւ քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ։ Ձեզնից ու ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչեւ հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում, ասել էր Փաշինյանը։ Հիշեցնենք, Փաշինյանը վրդովվել էր կնոջային արտահայտությունից հետո, երբ վերջինս ասել էր, թե նա չի կարող իրեն զրկել Արցախում ապրելու հույսից։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել, բղավելով ասել էր Փաշինյանը։ Ավելի ուշ պարզ էր դարձել նաև, որ Արմինե Մոսյանի հայրը զոհվել է Արցախյան ազատամարտում։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության խաղաղության հիմնադրամին է դիմել աջակցության 3-րդ ծրագրի համար։ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի Հանրապետությունը ստացավ 2-րդ տրամադրումը։ Մենք արդեն 3-րդի համար ենք դիմել, ասաց Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով ԵՄ-ի հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ եւ այլն։ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ստորագրվել է եւ ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։ Նշենք, որ Հայաստանն առաջին ծրագրի շրջանակում ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդի դեպքում 20 միլիոն եվրո աջակցություն։ Ուրեմն ես ասել եմ հիմնականում այսօր որ բոլոր իմանան հանրությունն էլ դուք էլ որ այդ հարցը չտակ մեր վարչապետի տեխնազոն ոչ հներից է ոչ նորերից է դա ապագայի վարչապետ է մեր երկրին այսօր պետք է գայի Այս մասին դատարանի Բաքում լրագրողների հետ զրույցում ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ Ինչ ասեմ իմ ասացի տերեմ, հներից չի լինելու, նորերից չի լինելու, նշել է նա։ Հարցին իսկ ով է տեխնացում, Ծառուկյանը պատասխանել է, հենց կա ժամանակը, ըստ կարգի ամեն ինչ կասեն։ Արարատ Միրզոյանն էլ է Նիկոլ Փաշինյանի պես մոտալուտ պատերազմ կանխատեսում, եթե ընտրություններում ԿՊ-ն չհաղթի։ Սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական նշեց նկատի ուներ ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է, ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք։ Ակնհայտ է, որ եթե մարդիկ այս մտայնությամբ իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են լուծվում, Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի պատերազմի առաջ, ասաց Միրզոյանը։ Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք շանտաժ է, սա նախարարն ասաց, իրենց քաղաքական իրավունքն է։ Շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ, ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական իրավունքն է, ասաց Միրզոյանը։ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել առաջիկայում, այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Կրեմլը տեղեկացրել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով, ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել էին 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։ Բաքվի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Բաքվի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների մասին, կոչ անելով բնակչությանը չանհանգստանալ։
2026 թվականի պատրաստության ծրագրի համաձայն մարտի 23-ին ժամը 16-ի սահմաններում նախատեսված են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության անօդաչու թռչող սարքերի ուսումնական եւ մարզական թռիչքներ Բաքուն եւ Աբշերոնի շրջանն ընդգրկող ուղղություններով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասված է նախարարության հաղորդագրությունում։ Այսօր մարտի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 11:50-ի սահմաններում Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհի Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են Toyota եւ Opel Magnishi ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։